1997-ի հունիսի 22-ին կապի և տրանսպորտի նախարար Գրիգոր Պողպատյանը հավաքել է լրագրողներին, որպեսզի պատմի Արմենթելի վաճառքի մանրամասներից։ Պողպատյանն ասում է, որ Արմենթելը վաճառում են փաթեթով և եթե Հայաստանում կան գնորդներ, կարող են գնել։ Նա տեղեկացրեց, որ Արմենթելի գերմանացիները $100 միլիոն վարկ են տվել, որը մարելու ոչ մի պարտավորություն պետությունը չունի։ 1998-ի այսօրը նախագահ դառնալուց մոտ 90 օր հետո ամերիկահայ միլիարդատեր Քըր Քրքորյանի Հայաստան կատարած այցից ոգևորված Ռոբերտ Քոչարյանն ուզում է լրագրողների հետ կիսել իր ուրախությունը։ Միլիարդատերը Ռոբերտ Քոչարյանին խոստացել է ուղիղ $100 միլիոն, 10-ն արդեն ճանապարհին է, 85-ը կծախսվի ճանապարհաշինության համար, որը մեզ կհասցնի Սև ծովի նավահանգիստներ։ 1999-ի այսօրը Լորիս Ճգնավուրյանի նվագախումբը նվագում է Գյումրիի Ալեքսանդրապոլյան ամրոցի ավերակների մոտ։ Հնչում էր Չայկովսկու ուվերտյուրաներից մեկը, հնդածած որոտացին թնդանոթները։ Այս տարածքում է գործում Ռուսաստանի ռազմական հենակետը։ Համերգից հետո Ճգնավուրյանին հնարավորություն տրվեց մի թնդանոթային համազարգ եւ ավտոմատային կրակոցել անձամբ արձակել։ Պարզվեց վատ չի կրակում։ Կանչ մանկապատանեկան թերթի ընթերցողները 2000 թվականի հունիսի 22-ին կառավարությունից պահանջում են վերադարձնել այդ թերթը, որը 1.700.000 դրամ պարտքի համար դադարել է տպագրվել 2 ամիս առաջ։ Երեխաները բաց տեքստով ասում են, որոշել են մարտահրավեր նետել իշխանություններին։ Անհատները չեն կարող հովանալ, որովհետև ինչ որ մի անհատի թերթը չի, որ ինքը հովանավորի։ Նույն օրը ՍԻՄ կուսակցության նախագահ Արանտ Խաչատրյանը դժգոհում է 4 օր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրություններից առաջ մարդիկ են կալանավորվել, քաղաքական ուժեր են փակվել։ Այս ամենը շատ նման է հայաստանյան նախընտրական մթնոլորտին։ Նույն օրը Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթաժողովից վերադարձած Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ հանդիպել է Հեյդար Ալիևի հետ եւ դրանով սկիզբ դրել Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտիվ գործընթացին։ Իսկ գագաթաժողովում ԱՊՀ ղեկավարները որոշել են ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Ազատ տնտեսական գոտին երևի այդ առումով ինտեգրացիոն նաեւ process-ներում ամենից կարևոր եւ դժվար որոշումն է եւ այդ հարցի վերաբերյալ դեռ մի շարք քայլեր եւս պետք է արվեն։ 2001-ի հունիսի 22-ին ԱԻՄ համագումարում ուսերին անհայտ նշանակության թիկնոց գցելով Պարուր Հայրիկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն։ Պարզ չէր, թե ինչու էր հեռացել, սակայն վերադառնում է, որպեսզի առաջիկա նախագահի կամ խորհրդարանական ընտրություններին ձեռք բերի իշխանական լծակներ։ Մեր համագումարն է, մենք մեզ պիտի գովենք, քննադատությունները կլինեն նվազագույնը։ Նույն օր ազգային ժողովի պատգամավորների մի խումբ լրագրողներին պատմում է, թե ինչքան ջերմընդունելություն են գտել Բաքվում։ Նրանց Հեյդար Ալիևի պահակախումբն է դիմավորել։ Վիկտոր Դալաքյանի ղեկավարած պատվիրակությունը Բաքու էր գնացել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։ Պատվիրակությունը Բաքվում նաև գնումներ է կատարել։ Հյուրանոցում կար լողավազան, մենք մեր հետ չէինք տալ։ Ես տարել է, էլի, մնացածը տարել է։ Մենք երկուսով չէինք տալը, այդ գնացինք։ Մեկ էլ բան չասեմ էլ, ասա դու իմանա։ Մեկ էլ իկրա գրեցինք բոլորով։ Մեկ-մեկ տուտ իկրա գրեցինք, որովհետև այնտեղ էժան է։ 1941-ի այսօրը սկսվեց հայրենական մեծ պատերազմը, Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ 2001-ի հունիսի 22-ին հաղթանակը զբոսայգու անմար կրակի մոտ վետերանների պակասություն դեռ չկա, իսկ ընդհանուր առմամբ 16,000-ն են նրանք, որոնք ուզում են գնահատվել։ Երկու 2002-ի այսօրը արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ Դա կլինի Վարդան Օսկանյանի եւ Իսմայիլ Ջեմի երկրորդ հանդիպումը։ 2006-ի այսօրը Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին Սեդրակ Զատիկյանը։ Նրան հետապնդող ավտոմեքենայից արձակված կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվում է նաև պատահական անցորդ մի կին։ 1969 թվականին ծնված Կարինե Սարգսյանը, որը դուրս էր գալիս խանութից։
2009-ի հունիսի 22-ին դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Միասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին եւ անմիջապես համաներումով ազատ արձակում դատարանի դահլիճից։ Համաներումով ազատ են արձակվում նաեւ Սուրեն Սիրունյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ Սա պատվիրված դատավճիռ էր, որը որ դատական նիստի ընթացքում ես հայտարարել, որ մնացական մարտիրոսյանը չէր, որ պետք է վճռել։ Բանտից դուրս գալուց հետո Միասնիկ Մալխասյանը հրաժարվում է վերադառնալ ազգային ժողով։ Ես շատ ավելի ազատ եմ եղել, շատ ավելի հանգիստ եմ եղել բանտում, քան թե պիտի գնայի նստեի պարլամենտում եւ քվեարկեի եւ օրինականացնեի մարտի 1-ի սպանդը։